Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման թեմային, այդ նպատակով մեր տաղավար ենք հրավիրել Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան, դասախոս Մարատ Ատովյանին։ Բարև ձեզ, պարոն Ատովյան։ Բարև ձեզ։ Պարոն Ատովյան, այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը ուղղակիորեն առնչվում է մեզ բոլորիս եւ կարող է կյանքի ցանկացած փուլում էական նշանակություն ունենալ փաստաթղթերի հետ աշխատելուց, որոնք առաջացնում են, փոփոխում են, դադարեցնում են իրավունքներ։ Եվ քանի որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործընթացով է դա տեղի ունենում, խնդրում եմ ի սկզբանե եկեք ներկայացնենք ինչ է նշանակում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր եւ ինչ նպատակով են հաստատվում այդ փաստերը։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար, բավականին կարևոր արդիական թեմա է եւ ասեմ, որ իրավաբանական փաստի հաստատման ճանաչման անհրաժեշտություն կարող է ունենալ ոչ միայն քաղաքացին, այլ նաեւ իրավաբանական անձը, այն դեպքում, եթե այդ փաստի հաստատումից է կախված անձնական կամ գույքային իր իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը։ Հիմնականում այս դեպքերում է, որ անձը կարող է, ասենք, նոտարական կարգով, եթե չի ստացվում նոտարական կարգով, ապա դատական կարգով փորձել ուրեմն հաստատել իրավաբանական փաստը իրեն վերաբերող։ Եկեք օրինակների վրա մասնավորեցնենք, իհարկե մենք օրենքով սահմանված այդ փաստերի տեսակներին կանդրադառնանք, որ դեպքերում է, բայց շատ կարևոր է նշել, նախ երևի թե դուք արդեն նշեցիք ձեր խոսքում, սկսենք լավ մարմիններից, հետո կանդրադառնանք օրինակներին։ Ովքեր որ մարմիններն են, մենք գիտենք, որ դա դատարանն է, նոտարն է, ովքեր հաստատում են, այդ մարմինները հաստատում են իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը։ Կարող ենք ինչ-որ տարանջատում անել, եթե այս դեպքում նոտարը չի հաստատում, հաստատվում է դատարանի միջոցով, կամ ի սկզբանե կարող ենք տարանջատել, որ այս գործերի հետ կապված գնում է նոտարի մոտ եւ այս դեպքերում գնում է դատարան իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործընթացը։ Առաջին հերթին անձը, որը ունի նման անհրաժեշտություն, պետք է դիմի նոտարին եւ նոտարը ունի այդ գործառույթները, ընդ որում ասեմ, որ նոտարի համար օրենքը շատ ավելի շատ դեպքեր է նախատեսում իրավաբանական փաստի հաստատման, քան դատարանի։ Եվ եթե ասենք օրինակ, նոտարը մերժում է, այսինքն իր որոշում հիմնավոր մերժում է տալիս, թե ինչի չի կարող ինքը այդ իրավաբանական փաստը հաստատել, նոր այդ դեպքում արդեն այսինքն անձը արտադատական եղանակը սպառելուց հետո նոր կարող է դատական կարգով ուրեմն փորձել իրավաբանական փաստը հաստատել, բայց իհարկե համապատասխան դիմումով, իսկ դա հատուկ վարույթի, ոչ թե հայցային, այլ արդեն հատուկ վարույթ է ենթադրում, պետք է ինքը իր դիմումի մեջ հիմնավորի, թե ասենք, օրինակ ինչի է ինքը դիմում դատարան, որ փաստը պետք է հաստատվի իր դիմումով, ինչ նպատակով եւ բնականաբար արդեն ստացվում է, որ նաեւ հիմնավորի, այսպես թե ինչի ինքը համաձայն չէ նոտարի հետ, այսպես ասած, այսինքն ինչի ինքը համարում, որ նոտարը ապօրինի է մերժել իր ուրեմն դիմումը նոտարին։ Բարի, նոտարիատի մասին օրենքի 81.1 հոդվածի համաձայն ուղղակիորեն վերապահվում է նոտարին այն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, որոնք պետք է նոտարի կողմից հաստատվեն։ Այ որոնք են դրանք, եթե խնդրեմ կանդրադառնաք։ Այո, ուրեմն մի քանի օրենքը ինքը հստակ նախատեսում է, դա ուրեմն առաջինը նոտարը այն փաստերն է հաստատում, որոնք ուրեմն կապված են անձանց ազգակցական հարաբերությունների հետ, անձի ուրիշի խնամքի տակ գտնվելու հանգամանքը, ծննդյան, որդեգրման, դստեգրման, ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը,
անձի որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներու մահը, եթե այսինքն ԶԱԳՍ-ի մարմինները մերժում են մահվան գրանցումը, ժառանգության ընդունելը եւ կամ ժառանգության բացման վայրը, դժբախտ պատահարների հանգամանքը, իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելիությունը, նու բացառությամբ անձնագրի եւ զինվորական գրքույկի, սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը, իդեպ սրա հետ կապված ասեմ, որ սա չի վերաբերում ձեռքբերման վաղեմությանը, որովհետեւ երբեմն պրակտիկայում մարդկանց մոտ շփոթմունք է առաջանում եւ իրենք ասում են, եթե ունեն ձեռքբերման վաղեմության, այսինքն 10 տարուց ավել, հա, անդ մեջ սեփականի նման այդ տիրազուր գույքը տիրապետելու հանգամանք, ասում են հեսա, կարանք դիմենք նոտարական գրասենյակ, որ ինքը հաստատի, որ իմ սեփականության իրավունքը չէ, ձեռքբերման վաղեմությունը դա այլ ինստիտուտ է եւ սրա մասին չի խոսքը։ Եվ իրականացվում է դատական Այո, եւ անհաղթահարելի ուժի արկայություն դեպ հաստատման, այսինքն խոսքը գնում է ֆորս մաժոր, այս միջազգային տերմինի մասին, եւ անձանց բանավոր հայտարարությունները նույնպես կարող է նոտարը հաստատել։ Տեսեք, դուք ըստ էության մատնանշեցիք օրենքով այսպես սպառիչ ցանկատրված, այո, 10 կետերը, բայց նոտարը կարող է նաև հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր օրենքով սահմանված կարգով դեպքերում, որոնք են այդ դեպքերը։ Ընդհանուր այդ նորմը, որը վերապահում է հնարավորություն նոտարին նաև այլ ոչ էս թվարկած փաստերը հաստատել, հենց պարտադիր չի, որ այս պայդրությամբ օրենքը նախատեսի եւ վաղը մյուս օր կարող է ընդունվել որևէ օրենք կամ ինչ-որ մի օրենքում կատարվել փոփոխություն, ըստ որի նոտարը, ասենք, նոր գործառույթ ունենա կամ հանգամանք ունենա, որի դեպքում ինքը պետք է այդ իրավաբանական փաստը հաստատել, բայց հիմնականում այն ինչ որ այսպես պրակտիկայում էլ նաև մարդիկ հիմնականում դիմում են նոտարին իրավաբանական փաստի հաստատման այս 10 կետերի շրջանակներում է։ Եկեք փորձենք, պարոն Ատովյան, ներկայացնել գործընթացը, հա։ Օրինակ, եթե անձը դիմում է ներկայացնում ծննդյան փաստի հաստատման վերաբերյալ։ Այդ դիմումը ներկայացնելուց ըստ էության ինչ պետք է նշվի դիմումում եւ հավանաբար, հա, նաեւ ռադիոլսողների տեսանկյունից նպատակը, ինչ նպատակով պետք է հաստատվի տվյալ փաստը, ինչպես նաեւ դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, կցվեն, գործված փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ։ Եկեք այս process-ը նկարագրենք նաև ձեր տեսանկյունից որպես փաստաբան, ինչքանով է ինքը խրթին եւ ինչքանով է այսպես խնդրահարույց, արդյոք կան կոնկրետ մարմիններից փաստաթղթեր ստանալու հետ կապված խնդիրներ, պահպանված չեն, արխիվային փաստաթղթերի մասին է խոսքը կամ իդենտիֆիկացման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Եկեք գործընթացին անդրադառնանք, այնուհետև եթե խնդիրներ կա, պարզապես մեր քաղաքացիներին ուղղորդենք ինչ-որ հարցերի շուրջ։ Պրակտիկայում դա բավականին երևի թե այսպես ասեմ երկարատև գործընթաց է, դյուրին գործընթաց չի եւ առաջին հերթին ես խորհուրդ կտամ, երբ որ քաղաքացու մոտ առաջանում է կամ իրավաբանական անձի մոտ նման խնդիր, արկա իր մոտ արկա փաստաթղթերով այցելել նոտարական գրասենյակ, ուրեմն ցույց տալ նոտարին, այսպես խորհրդակցել նոտարի հետ եւ նոտարը ուսումնասիրելով փաստաթղթերը նաեւ ինքը կողորթու տվյալ անձին թե տվյալ գործարքը կնքելու համար կամ տվյալ փաստը հաստատելու համար կոնկրետ ինչ փաստաթղթեր են նոտարին անհրաժեշտ, որովհետեւ երբեմն նաեւ ոնց որ գործից գործ է բացվում, հա, օրինակ նոտարը անձին այո ասում է, որ դե գնա օրինակ դիմի ազգային արխիվ կամ որևէ արխիվ համապատասխան փաստաթղթերը բեր եւ կարող է պարզվել օրինակ որ արխիվում այդ փաստաթղթերը պահպանված չի կամ օրինակ արխիվային փաստաթղթում որ անձը վերցնում է կա, ասենք իր ազգանունը կամ անունը սխալ է գրած եւ չի համընկնում իր անձնագրի հետ։ Ընդհանրելու համար շատ է լինում, շատ այո, բավականին շատ, մանավանդ եթե խոսքը գնում է, ասենք հին փաստաթղթերին, որոնք մեքենագրական եղանակով են կազմվել եւ կարող է ուղղակի ինչ-որ մի մեքենագրուհի ժամանակին մի տար սխալ է գրել կամ արդենք թե մարդու փաստաթղթերը եղել են միայն ռուսերեն, հայերենով ինքնական ձևով ինչ-որ մի ձևով իր ազգանունը կամ անունը գրել են ու
անձնագրի դա չի համընկնում։ Եվ այստեղ այլ խնդիր է բացվում, այլ իրավաբանական փաստ հաստատելու, որ խոսքը գնում է միևնույն անձի մասին։ Այո։ ու տենց բազմաթիվ այլ խնդիրներ կամ կարող են նոտարը ասի օրինակ դիմեք անձնագրային բաժին ներկայացրեք ձև մեկերը այդ թվում նաև խորհրդային միության նմուշի այդ դեպքում անձը պետք է դիմի անձնագրային բաժին կարող է ասի մի հատ դիմի ասենք թիմին կարող է թիմը ուղում է այսինչ սխալը մերժում բեր եւ այլ այսպես անդադար մենք կարող ենք ասել որ ըստ էության օրենքով կանոնակարգված ժամկետ չի սահմանվում այս գործընթացի համար հաստատման գործընթացի եւ կարող է ըստ անհրաժեշտության ըստ այո փաստաթղթերի համալրման կարիքի անհրաժեշտության այդ ժամանակը երկարաձգվել բավականին որտեղ կարող է քաղաքացին հասկանալ որ այլևս կամ իրավաբանը որ այլևս պետք չի այս շրջապտույտի մեջ լինել վերցնել նոտարից այսպես ասել հասնել ժողովրդական լեզվով ասացի մերժում նոտարից եւ մտնել դատարան որտեղ այս սահմանագիծը պետք է հասկանալ որ պարզապես ժամանակ է պատտվում է թե այնուամենայնիվ սпасել եւ հասնել որ նոտարը հաստատի բերելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը դե այս պարագայում նոտարը կամ պետք է հաստատի կամ եթե համարում է որ բավարար հիմքեր չկան հաստատելու կամ ասենք օրինակ փաստաթղթերը չի բավարարում ապացույցները չի բավարարում այդ դեպքում որ մերժում պետք է, որոշում պետք է կայացնի նոտարը եւ արդեն այդ որոշում ունենալուց հետո անձը կարող է դիմել դատարան, ինչի որտեւ ինքը նաեւ դատարանում պետք է հիմնավորի, որ ինքը սպառել է արտադատական եղանակը եւ այլ եղանակ բացի դատական եղանակից ինքը չի կարող։ Այդ հարցին պարոն Ալտովյան անպայման կանդրադառնանք, իսկ լինում են դեպքեր եւ որ դեպքերում է, երբ անհրաժեշտություն է առաջանում նոտարի կողմից վկա ներգրավելու այս գործընթացներում Եվ ինչ ընթացակարգով է դա իրականացվում։ Ուրեմն երբեմն լինում են դեպքեր հատկապես այլ ապացույցների ոչ բավարար լինելու դեպքում, երբ որ անձը, ով որ դիմել է նոտարին, ինքն է միջնորդում, գրավոր միջնորդություն է ներկայացնում նոտարին, որ խնդրում եմ հրավիրել այս վկաներին, որոնք կարող են հաստատել այսինչ հանգամանքը։ Եվ նոտարը այս դեպքում արդեն պետք է հրավիրի, հա, եթե ինքը այնուամենայնիվ համակարծիք է քաղաքացու անձի հետ, հրավիրում է այդ վկաներին, անպայման նոտարը զգուշացնում է տվյալ անձանց, որ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, արդեն տալիս է իրեն հետաքրող հարցերը, որոնք միտված են այդ իրավաբանական փաստի հաստատմանը, եւ արձանագրում է տվյալ անձանց ցուցմունքը, երբեմն դա կարող է նաեւ ձայնագրվել, տեսագրվել, այդ դեպքում այդ տեսագրությունը կցվում է տվյալ նոտարական գործին եւ արդեն ելնելով ցուցմունքի բովանդակությունից նոտարը որոշում է արդյոք օրինակ տվյալ վկայի տված ցուցմունքները որքանով են արժանահավատ, որքանով են նպաստում տվյալ փաստի հաստատմանը եւ որքանով են իրանք, չգիտեմ, կարող են ապացույց ծառայել այդ փաստը հաստատելու համար։ Կրկին գործի էությունից կախված կարող է ներգրավել մեկ վկա, մի քանի վկա, դա կախված է կոնկրետ գործի հանգամանքներից։ Այո, գործի հանգամանքներից եւ այդ փաստացի վկաներից, որտեղ դա պետք է լինի ճշմարտացի վկայություն, ցուցմունք եւ բնականաբար այստեղ արդեն դա կարող է լինի մի քանի հոգի, կարող է լինի մեկ հոգի, իդեպ դատական process-ի ժամանակ էլ անձը բնականաբար կարող է, այսինքն դատարան դիմողը, հա, միջնորդել, որ դատարանն էլ հրավիրի վկաներ կամ կարող է անգամ չմիջնորդել, այսինքն անձին ֆիզիկապես չգան ցուցմունք տան, բայց իրան գրավոր տան հայտարարություն, որ անձը դիմում է հետ մեկտեղ կամ process-ի ընթացքում ներկայացնի դատարան, որտեղ տվյալ մարդիկ կցվել, որտեղ նշվում են եւ կցվում են իրենց անձնագրերը եւ այլը, հավաստում են գրավոր, որ օրինակ, հա, այսինչ մարդ է, այսինչ թվից, այսինչ թվական աշխատել է մեր կազմակերպությունում, ես եղել եմ իր գործատում, չգիտեմ, տնօրենը կամ գործընկերը հավաստում եմ կամ որ այս մարդը այս մեկի բարեկամն է, չգիտեմ, հա, որը ես նույնպես հավաստում եմ եւ այլը, այդպես գրավոր ընթացակարգով էլ, բայց նոտարական գրասենյակում փաստորեն որ ավելի ֆիզիկական ներկայությունն է նախատեսված անհրաժեշտ։ Շատ բարի։ Նոտարական ներողություն, նոտարի իրավական նշանակության վերաբերյալ, հա, իրավական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ չգրանցելու համար, չձևակերպելու համար երբեմն։ Կարող ենք ասել, որ դեպքերում է
որ դա բավարար չի գրանցելու կամ չձևակերպելու համար, որ դեպքերն են դրանք եւ արդյոք դա կարող է խնդիր բնականաբար կարող է առաջացնել եւ երբ է պրակտիկայում նման իրավիճակ առաջանում։ Խնդիրը կանում են դրանում, որ օրենքը ինքը իմպերատիվ կարգով նախատեսում է, որ նոտարի այսպես տրամադրված որոշումը փաստի հաստատման վերաբերյալ հիմք է, այսինքն պարտադիր է, որ համապատասխան պատկանմունակ պետական մարմինը դրանից բխող հետագա գործողությունները կատարել։ Եթե ինչ-ինչ պատճառները օրինակ անգործություն է ցուցաբերում տվյալ պետական մարմինը կամ ինչ-որ այլ խնդիր է առաջացնում, որ այդ անձը համաձայն չէ, ապա այս պարագայում օրինակ կարող է տվյալ մարմնի անգործությունը կամ գործողությունները անձը բողոքարկել, ասենք օրինակ վարչական դատարանում, դիմի վարչական դատարան պարտավորացման հայցով, որ վարչական դատարանը պարտավորեցնի տվյալ պետական մարմնին, ասենք, հա, կատարել այդ գործողությունները, որոնք կապված են այդ նոտարայի որոշման հետ։ Բայց դա կախված է իհարկե հանգամանքներից։ Օրինակ կարող է, չգիտեմ, ընդունենք կադաստրի հետ կապված ինչ-որ խնդիր լինի, որ նոտարի որոշման վրա կադաստրը կատարի, ասենք օրինակ, հա, ինչ-որ մի պետական գրանցում, ասենք սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված, բայց կադաստրը ասի օրինակ, ես դա չեմ կարող անել, որտեղ հողի համադրում կա, այս փաստաթղթերն են պետք չափագրում բերեմ եւ այլն։ Օրինակի համար եմ ասում, եւ այստեղ արդեն պետք է նայել արդյոք որքանով է իսկապես այդ կադաստրում պետական գրանցումը անելու համար այդ ամենը իրավաչափ, գուցե իրոք իրավաչափ է եւ դատարան դիմելու խնդիր չկա։ Եթե դա կրում է անօրինական սուբյեկտիվ բնույթ, ապա բնականաբար վարչական դատարան բողոքարկել։ Իսկ ինչպիսին է պրակտիկան այս իմաստով շատ վարչական դատարանը շատ է քննում նման գործեր, թե չեք կարող ընդհանրապես։ Դե երբեմն լինում են իհարկե դեպքեր, տարբեր, որտեղ ամեն դեպքում չենք կարող ասել, որ միշտ այսպես է, մեր պետական մարմինները անշեղորեն հետևում են օրենքի կատարմանը, դրա համար նույնիսկ լինում են դեպքեր, որ օրինական ուժի մեջ մտած դատական վճիռները լիարժեք չեն կատարվում։ Օրենքով հստակ սահմանված է, թե որ դեպքերում նոտարը կարող է մերժել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտի ընդունումը։ Եկեք այս հարցը խնդրում եմ մտապահեք, ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին ու շմիացած ռադիոլսողներին, որ ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում այսօր մենք զրուցում ենք իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին, փաստերի հաստատման գործընթացի մասին, Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան, դասախոս Մարատ Ատովյանի հետ։ Պարոն Ատովյան, վերադառնալով հարցին, եկեք ասենք, որոնք են այդ դեպքերը, երբ որ նոտարը կարող է մերժել։ Միջև այդ Արգելին Սոլոմոնյան, ես այդպես նշեմ ուղղակի մեր հարգելի ուրեմն լսողներին, թե որ դեպքերում պետք է նոտարը բավարարի եւ այն դեպքերում երբ որ դա չբավարարի, դա արդեն ավտոմատ մերժման հիմք է։ Դա ուրեմն եթե ներկայացված փաստաթղթերը կամ վկայի ցուցմունքը բավարար են իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար, եթե հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից կամ վկայի ցուցմունքից, եթե բացակայում է նյութաիրավական նորմերի պահանջների հետ անհամապատասխանություն, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը կամ դրա հնարավորությունը օրենքի ուժով սպառված է, եւ նման կարգի դեպքերում փաստորեն նոտարը ինքը պետք է բավարարի անձի դիմումը։ Այն դեպքերում, երբ որ իմ նշված հիմքերին չի բավարարում, այդ դեպքում պետք է նոտարը ավտոմատ որոշում կայացնի մերժման վերաբերյալ, բայց իհարկե համապատասխան հիմնավորումներով։ Շատ բարի, պարոն Ատովյան, նոտարի կողմից այս գործընթացի մասով ներկայացրեցինք, հիմնական այսպես շեշտադրումները կատարեցինք։ Եկեք անդրադառնանք դատարանին։ Այդ դատարանը ինչ գործեր է քննում այս իմաստով, հա? Դատարանը ինքը ուրեմն քննում է
Անձած էլի ազգակցական հարաբերությունների հաստատումը, անձի ուրիշի խնամքի տակ գտնվելու հանգամանքը, ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը, անձի որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կայության ակտերի գրանցման մարմինները, այսինքն ԶԱԳՍ-ը մերժում է տվյալ գրանցումը, ժառանգությունը ընդունելուն եւ ժառանգության բացման վայրին, դժբախտ պատահարին եւ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի եւ զին գրքույկի, սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը եւ անհաղթահարելի ուժի առկայությանը։ Ու կարելի ասել գրեթե համահունչ է նոտարի հետ, 1-2 կետի տարբերության, որը նոտարի մոտ ավելի շատ է, քան դատարանի։ Իսկ որ դեպքերում է դատարանը հաստատում իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։ Ուրեմն ինքը հաստատում է այն դեպքում, եթե դիմողը այլ օբյեկտիվորեն եւ կարողանում է դատարանին համոզել, որ ինքը արտադատական կարգով չի կարող, հա, այլ կերպ հաստատել, այսինքն դիմել օրինակ նոտարին, նոտարն էլ մերժել է եւ իհարկե պետք է դիմելով դատարան անձը հստակ հիմնավորի թե ինչ նպատակով է ինքը ներկայացնում դիմումը, որ փաստի հաստատման է իր դիմումը ուղղված եւ իհարկե ներկայացնի համապատասխան ապացույցներ, որովհետեւ ինչպես նոտարը, այդպես նաեւ դատարանը ինքը մանրազնին ուսումնասիրում է փաստաթղթերը, լսում է վկաներին, եթե միջնորդում է անձը վկա հրավիրել կամ գրավոր հայտարարությունները, այլ փաստաթղթերը եւ ուրեմն գալիս է, ասենք թե համոզման արդյոք բավարարել դիմումը թե ոչ։ Եվ նույն խնդիրները, որոնք ծագում են նոտարի մոտ, կարող են ծագել նաեւ դատական նիստի ժամանակ, երբ որ օրինակ անձը ներկայացնում է դատարանային արխիվային փաստաթղթեր եւ օրինակ հայտնաբերում է դատարանը, որ այդտեղ կա ինչ-որ տառասխել, չգիտեմ, ծննդյան տարեթիվն է տարբեր եւ այլն, եւ այստեղ արդեն առաջանում է համապատասխան իրավաբանական փաստը հաստատելու նոր խնդիր։ Մենք նոտարիատի պարագայում ընդհանցակարգին անդրադարձանք, եկեք այն ձևով նաև այս պարագայում դատարանի անդրադառնանք, ինչ պահանջների պետք է համապատասխանի իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումը եւ սուբյեկտներին անդրադառնանք, անձը կարող է առանց փաստաբանի, առանց իրավաբանի խորհրդատվության ինքնուրույն դիմել, հարցը հավասարաչափ վերաբերվում է թե նոտարին, թե դատարանին։ Այստեղ դատարանի հետ կապված հատկապես խնդիրը կանում է նրանում, որ արդեն քանի ամիս է փետրվար ամսից, եթե չեմ սխալվում, մեր երկրում քաղաքացիական գործերով ներդրված է էլեկտրոնային արդարադատության համակարգը եւ բոլոր տեսակի քաղաքացիական դատարան, հա, ներկայացվող դիմումները, հայցերը, իրանք պետք է բացառապես ներկայացվեն էլեկտրոնային եղանակով։ Կա համապատասխան էլեկտրոնային պլատֆորմ, որի միջոցով դա պետք է արվի եւ անձը, որպեսզի ինքը կարողանա ինքնուրույն ներկայացնել, ինքը ոչ միայն ունակ պետք է լինի ինքնուրույն այդ ամենը ձևակերպել քաղաքացիական դատավարության օրենսգրքին համահունչ, այլ նաեւ ունենա այդ մուտքն, ռուսերեն ասած դոստուպը, հասանելիությունը այդ համակարգի, որ ինքնուրույն կարողանա ներդնել։ Դա իհարկե շատ բարդ է քաղաքացիների համար, իրավաբանական անձանց համար եւ այստեղ իհարկե ինձ թվում է փաստաբանին դիմելու կամ փաստաբանի ներգրավվածությունը անհրաժեշտ է, անգամ եթե օրինակ, հա, հետագայում դատական նիստերին անձն է մասնակցելու, բայց գոնե որպեսի ճիշտ ձևակերպվի եւ ճիշտ մուտքագրվի դատարան, կարծում եմ դա փաստաբանի միջոցով անել ավելի ճիշտ է, որովհետեւ նաեւ турքը պետք է էլեկտրոնային տարբերակով մուծվի եւ այլն, կան տարբեր էսպիսի առանձնահատկություններ։ Իսկ եթե անձը, այնուամենայնիվ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը որ պատրաստ է այդ ամենը կատարելու եւ տիրապետում է, հա, հարթակից օգտվելու հնարավորությանը ձևերին, ցանկանում է դիմում ներկայացնել, այլ ինչ պահանջների պետք է համապատասխանի այդ դիմումը, կարծես թե այդ հատվածով ուրեմն, հա, դիմումը ինքը նախ պետք է նշի, թե ինչ նպատակի համար է ինքը դիմում դատարան։
պետք է ուրեմն նաև համապատասխան ձևով ինքը հիմնավորի, թե ինչու է կանում խնդրի էությունը, անգամ կողմը նաև եթե օրինակ ինքը օբյեկտիվորեն չի կարողանում ինքնուրույն հավաքել որոշ փաստեր, օրինակ դիմում է ինչ որտեղ ստանում է մերժում, ապա ինքը կարող է համապատասխան միջնորդություն նաև ներկայացնել դատարանին, կցելով համապատասխան մերժումը, որ իրեն մերժել են եւ խնդրի միջնորդի, որ դատարանը դիմի այդ, ասենք թե ապացույցը պահանջի համապատասխան օրինակ որ մարմիններից ենթադրենք կան որոշակի մարմիններ, որոնք օրինակ քաղաքացուն չեն տրամադրում տեղեկություններ, հղում կատարելով, ասենք օրինակ անձնական տվյալների պաշտպանության օրենքի վրա։ Եվ ասում են դա անձնական բնույթի տվյալ է, մենք քեզ չենք կարող տրամադրենք, եթե դա անձամբ քեզ չի վերաբերում օրինակ։ Եվ այս դեպքում, եթե անձը դիմում է ստանում է համապատասխան մերժում, ինքը անպայման դա պետք է կցի միջնորդությանը, որ դատարանին հիմնավորի, որ ինքը այլ եղանակ չունի ստանալու օրինակ տվյալ ապացույցը, որը ունի էական նշանակություն։ Եվ իհարկե քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ինքը հստակ պահանջներ է նախատեսում, թե ասենք թե հայցադիմումը, ինչպես պետք է ձևակերպվեն, ինչ փաստաթղթեր պետք է կցվեն, այնտեղ պետական турքի անպայման վճարման խնդիր կա, այսինքն քաղաքացիական դատավարության օրենսգրքին համաունչ պետք է լինի դիմումը։ Կարող ենք ասել, որ ի տարբերություն նոտարի, դատարանում այդ շեմը փաստաթղթերի ներկայացման ապացուցող ավելի բարձր է։ Այո, ավելի բարդ է եւ կարող է ավելի երկարատև լինել, որովհետեւ այնուամենայնիվ դատական process-ները նաեւ ելնելով դատարանների ծանրաբեռնվածությունից եւ այլն կարող են ավելի երկարի արկետևել, քան ասենք նոտարի միջոցով այդ խնդրի կարգավորումը։ Իսկ որ դեպքերում է դատարանը մերժում այդ փաստի հաստատումը։ Դատարանը կարող է մերժել, եթե ասենք անձը չի կարողանում դատարանին համոզել, որ փաստացի այսինքն ինքը ճիշտ է, չի կարողանում ինչ-որ փաստաթղթերով փաստարկել, երբեմն լինում է դեպքեր, որ անձը քիչ ոչ բավարար դատարանի համար, ոչ բավարար, ասենք թե ներկայացնում է ինչ-որ գրավոր փաստեր, ապացույցներ, եւ բայց հանդես են գալի վկաներ, ու դատարանը օրինակ մերժում է ու վճռի մեջ գրում է, որ թեև եւ դատարանը հղում է կատարում, որ այո, այսինչ անձինք վկայություններ են տվել, բայց դատարանի համար դա չի եղել բավարար, որպեսզի ինքը գային համոզման, որ իսկապես դիմումում նշված փաստերը առկա են եղել մարդու կյանքում, եւ ինքը մերժի, բայց իհարկե անձը ունի այս դեպքերում էլ կա բողոքարկման հնարավորություն, հա, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, այնպես չի որ առաջիացիանով վերջանում է դատական գործընթացը։ Կարող ենք միջինը ասել, չնայած նոտարին դիմելու պարագայում ասեցինք, որ հստակ չէ, նույնն էլ կարող ենք ասել, որ այստեղ է եւ կարող է ողջամիտ ժամկետներից ցկցկվել ըստ էության այդ process-ը եւ նոր խնդիրներ առաջացնել։ Միանշանակ, որովհետեւ ցավոք սրտի պրակտիկայում շատ են լինում դեպքեր, երբ որ գործի ընթացքում պարզվում է որ կան համապատասխանություն փաստաթղթերում, անգամ օրինակ դեպքեր են լինում պրակտիկայում, երբ որ օրինակ ամուսնության ժամանակ կինը փոխում է իր ազգանունը, ամուսնության գրանցման ժամանակ վերցնում է ամուսնու ազգանունը, ամուսնության վկայականում օրինակ նշվում է, որ այս կինը, ասենք թե, հա, այսօր գրելու օրինակ Սարգսյան ազգանունն է, բայց ինքը հետո չի փոխում իր անձնագիրը, թողում է օրինակ, ասենք Ադամյան, ու բոլոր իր փաստաթղթերը, այդ թվում Ադամյանով է օրինակ, հա, ու հետո խնդիր առաջանում, ասում են, օրինակ ամուսնության փաստը հաստատել բան է այդ կապված, ասում են, բայց դե հակասություն կա, դուք Սարգսյանն եք, ձեր ազգանունը Ադամյանն է, այսինքն հիմա մենք ինչպես իմանանք, որ օրինակ այս մարդը ձեր ամուսինն է եղել, օրինակի համար, ու տեղից խնդիր է առաջանում, արդեն պետք է ամուսնության վկայականը համապատասխանեցվի օրինակ անձնագրին։
Եվ բոլոր դա մեկ այլ արդեն գործընթաց եւ այո ծննդյան վկայականների հետ կարող է երեխաների որտեղ այո 1000-ում մի խնդիր նայած ինչ բնույթի ուրեմն հարց է առաջանում եւ արդեն պետք է ուրեմն դիմել ԿԿԱԳ մարմնին համապատասխան ընդհանրակարգով դիմել որ խնդրում եմ ուրեմն տալ տեղեկանք կամ ինչ որ ամուսնության վկայականը փոխել կամ տեղեկանք տալ այո որ այսպես է եղել բայց անձը չի փոխել մի խոսքով հարցից հարց կարող է բացվել ազգանունների հակասություն ծննդյան տարեթվի տարբերություն ծննդավայրը ստեղ միտեղ է գրված ընդեղ այլ ձև է գրված անդի իդենտիֆիկացման խնդիր է առաջանում աշխատանքային գրքույկը անձը ունի աշխատանքային ստաժի հաստատման հետ կապված խնդիր է առաջանում արխիվ ասենք ընկերությունը լուծարված է հայտնի չեն որտեղ են իր փաստաթղթերը ազգային արխիվ ոչ մի փաստաթուղթ չի փոխանցվել եւ այլը Պարոն Ատովյան, այս փորձեմ ամփոփել հաղորդումը, շատ կարևոր թեմա է անդրադարձել հարգելի ռադիոլսողներ, որովհետև այո, յուրաքանչյուրիս հետ կարող է ցանկացած փուլում կյանքի պատահել, երբ մենք մեր սուբյեկտիվ իրավունքների իրացման գործընթացում ունենանք խոչընդոտներ եւ դրանց վերացման ուղղված գործընթացների եւ հաստատման գործընթացների մեջ հայտնվենք եւ կարեւոր է որ այդ պատշաճ փաստաթղթերը մենք ունենանք նոտարի կամ դատարանի միջոցով եւ այս հարցադրման հետ կապված բոլոր հնարավորին, այսպես ռադիոլսողների տեսանկյունից հնարավոր հարցերին անդրադարձանք, իսկ այս հարցերի բարձրաբանման նպատակով մեզ օգնեց Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան դասախոս Մարատ Ատովյանը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ատովյան։ Շնորհակալություն, անխափան եթեր եմ մաղթում։ Շնորհակալություն, ձեզ հետ էր Նայոնե Սոլոմոնյանը։